Հայ դասական այս գրողի անձը բնութագրելիս հաճախ են պարզ եւ պարզություն բառերն օգտագործվում։ Այդպես կարելի է բնութագրել նաեւ նրա գրականությունն ու գրելաոճը, զերծ ամեն տեսակ ավելորդություններից։ Հայ գրականության այս դասականը ավելի ուշ շրջանի գրականագիտական եզրաբանության համաձայն քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է։ Նրա երգերում գլխավորը մարդն է, իր բոլոր հակասական կողմերով։ Պատկերելով մարդուն նա ներկայացնում է նաև ժամանակը։ Այս համատեքստում նրա ստեղծագործությունը հայ արձակի մի նոր աստիճան է համարվում։ Թբիլիսին մեծանուններ է տվել մեր մշակույթին ու մեր գրականությանը։ Այդ մեծանունների մեջ ես հատկապես առանձնացնում եմ մի քանի անուն, անձամբ իմ կարծիքը։ Դրանց մեջ իհարկե ինձ համար առաջինս Հայտնվան է։ Բայց սա միայն բանաստեղծական առումով, այսպես պոետական առումով, սակայն գործով, գրական վաստակով, ստեղծագործությունների գաղափարական ուժգնությամբ ինձ համար մեծանուն է եւ Նարդոսը իր անունով, իր ստեղծագործությամբ, ժամանակի իրադարձությունների, ամբողջ ժամանակի, այսինքն 20-րդ դարաշրջանի, 19-րդ դարավերջի քաղաքական կյանքի, սոցիալական կյանքի իր ներկայացմամբ, իր քննադատությամբ բացառիկ տեղ է գրավում մեր գրականության մեջ։ Երբեք չի մեռնի Նարդոսի գրականությունը, որովհետև դեմոկրատ գրող էր։ Այսօր մենք դեմոկրատական իրավակարգում ենք ապրում, ժողովրդավարական, ինքը ժողովրդական գրող, բնական է, որ Նարդոսի արծարծած գաղափարները, նրա գաղափարախոսությունը բավականին այժմեական է, ցավալի է, բայց այժմեական է։ Վերջերս ես հանդիպեցի շատ այսպես կամահարական կարծիքի, ես ուղիղ եմ ասում, թե ինչ եղավ հետո, երբ Շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց պատնացքի հետ, որ մեր թաղում է։ Դրոգապան Յագորը ասում է, թե ինչ եղավ, մի մուշտի տվի էլի ուրիշ բանոց չեմ արել։ Գնանք դատարանները, ներկա լինենք դատական նիստերին, կարդանք թերթերը, չի լինում այսօր այդպես վրա երթեն անում, ասում են ինչ անեմ, գնացի կպավ, մարդը մեռել է արդեն, գնացել է, ինչ անեմ կպավ, սա արդյոք նույնը չէ, արդյոք նույնը չէ, ինչպես բժշկեցին սնահավատության զոհը, այսօր էլ են դառնում։ Ցիվիլ իրավակարգում ենք ապրում, 21-րդ դարն է արդեն, բայց շատ կան սնահավատ մարդիկ, Նարդոսը այսօր էլ կօգնի։ Նարդոսի հենց այն խոսքը, որ ասում է, թե գրականությունը նաև դպրոց պիտի լինի, դու ինձ ցույց ես տալիս հայելի է գրականությունը, որը արտացոլում է ճշմարիտ կյանքը, հայելու մեջ ինձ ցույց ես տալիս, որ ճակատիս մուր կա, ասում է Նարդոսը, բայց ցույց տուր միջոց, ինչպես սրբեմ այդ մուրը, այսինքն գրականությունը պիտի լինի դաս, գրականությունը պիտի լինի դպրոց, գրականության պիտի սովորես, եթե գրականությունը քեզ ոչինչ չի տալիս սովորելու, ոչինչ չես վերցնում, այսինքն գրողի աշխարհը քոնը չի դառնում, այսինքն այդ աշխարհը կայացած աշխարհ չէ։ Նարդոսը այս առումով վարպետ է։ Յուրաքանչյուր գրող մտնելով գրական աշխարհ իր հետ բերում է իր ստեղծագործական նյութը։ Եվ անկախ այն բանից, թե կյանքի ճանապարհները մյուսներին ուր են տանում, նա որպես գրող, որպես իր ժամանակի արտահայտիչ, դառնում է մի տեսակ իրականությունը լուսանկարող, արվեստի լեզվով իրականությունը տվյալ ժամանակաշրջանը պատմությանը փոխանցող։ Այս տեսակետից Նարդոսը յուրահատուկ կերպար է։ Նախ Նարդոսը մի մարդ էր, որ Թիֆլիսից գրեթե դուրս չեկավ։ Նրան իր հավելաբարներ, խմբագրություններ ունեն, խմբագրական աշխատանքներ,
այն աշխարհը, որ պատկերեց, տեսել, դիտել ու նկատել է ահա այդ տեսադաշտում։ Ընդամենը մեկ անգամ եղավ, որ Նարդոսը Թիֆլիսից դուրս եկավ, դա էլ 29 թվականին հայ գրողների, ընդհանրապես Կովկասի, Անդրկովկասի գրողների փոխայցելություններ էին, վրաց գրողները գալիս են Հայաստան, Հայաստանից գնում էին Բաքու, Ադրբեջան, այն ժամանակ եղբայրություն ինտերնացիոնալ բաներ կային, այնտեղից էլ նորից Թիֆլիս։ Հիմա այս անգամ Թիֆլիսից նրանք հայ գրողները իրենց հետ վերցրեցին պատվիրակության կազմում Նարդոսին։ Նարդոսը ամեն կերպ առարկեց, չէ, ես գիտեմ, որ դուրս կամ Թիֆլիսից ինձ հետ մի բան կպատահի, մի դեպք կկատարվի, չեմ ուզում, ամեն կերպ ժխտում էր, բայց համոզեցին եւ կատարվեց դեպքը։ Կիրովաբադում, Գանձակում, Կիրովաբադում գողացան նրա կոստյումը։ Ես խեղճ մարդը մնաց առանց շորերի։ Մի գրող տվեց մի անդրավարտիկ, մյուսը պիջակ, հագավ, դիմացավ, այնտեղից հեռագիր տվեցին Հայաստանի կառավարությանը հեռագիր տվեցին, որ ահա Նարդոսի հագուստը գողացել են, գումար փոխանցեք, որ մենք մեր գրողին հագուստ կնենք։ Ուրեմն կանխազգացողություններ ուներ, ներքնազգացողություններ ուներ, այ որևէ կոնկրետ մի փաստի առումով ես սա ցույց տվեցի։ Այս ներքնազգացողությունը շատ կարևոր է գրողի համար եւ խորությամբ առկա է Նարդոսի ստեղծագործության մեջ։ Նարդոսը իսկական անուն-ազգանունը Միքայել Հովհաննիսյան, ծնվել է 1867 թվականին Թիֆլիսում։ Նրա հայրը մանր առևտրական էր, բրդավաճառ, ուստի չուներ ֆինանսական այնքան կարողություն, որ որդուն բարձրորակ կրթությամբ ապահովեր։ Միքայելը սկզբնական կրթությունն ստացել է հայկական հայտնի Հավլաբար թաղամասի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում։ Երբ ցարի հրամանով փակվում են հայկական դպրոցները, նա ուսումը շարունակում է ռուսական երկդասյա դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիս նահանգի Խոնի քաղաքի ուսուցչական սեմինարիան, բայց ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել այն ու վերադարձել է Թիֆլիս։ Ապագա գրողը փականագործություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում։ Ինչու արհեստագործական դպրոց։ Պարզ պատճառով։ Այստեղ ուսումն անվճար էր։ Այս դպրոցում Միքայելը մտերմացել է Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Նրանցից մեկը հետագայում պետք է դառնար անվանի արձակագիր, մյուսը բանաստեղծ։ Արդեն այն ժամանակ երկուսն էլ տարված էին գրականությամբ, թեև հեռու էին գրական միջավայրից։ Մեկ տարի հետո Նարդոսը թողնում է նաև Միքայելյան դպրոցը, եւ այսքանով ավարտվում է նրա ուսումնառությունը։ Արձակագիրը հիմնականում ինքնակրթությամբ է հարստացրել գիտելիքների պաշարը, ընթերցել է թե հայ, թե այլազգի գրողների գործերը, ուսումնասիրել նաև փիլիսոփայական եւ գեղագիտական ուսմունքներ։ Անցնելով լրագրողական ծանր աշխատանքին, Նարդոսը երկար տարիներ 1890-ից 1906 թվականներին եղել է Նորդար թերթի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես քարտուղար ու սրբագրիչ աշխատել է Աղբյուր տարածպարբերականում, 5 տարի Սուրհանդակ թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա որոշ ժամանակ շարունակել է սրբագրողի աշխատանքը։ Նարդոսը սկսել է գրել 19-րդ դարի 80-ական թվականներից։ Սկզբում հեղինակել է բանաստեղծություններ, ապա պատմվածքներ, ֆելյետոններ։ Փորձեր է արել նաև դրամատիկական ժանրում, գրելով Մայինի գանգատը, Մեղր եւ ճանճեր, եղբայր պիեսները։ Սակայն Նարդոսի տաղանդն առավելապես արտահայտվել է արձակում, նրա վեպերում, վիպակներում ու պատմվածքներում։ Նորդարում Միխո Օհան ստորագրությամբ հրատարակվել է նրա Ճշմարիտ բարեկամը, որին հաջորդել են Նունե, Բարերար եւ Որդեգիր վիպակները, Քնքուշ լարեր եւ Զազունյան վեպերը։ Ապա որպես գրական կեղծանուն նա վերցրել է Նարդոս Ծաղկի անունը, որը հետագայում անմիջապես փոխարինել է նրա անվանը։ Սկսել է իր աշխատանքը հասարակ սրբագրիչից, այնուհետև բանաստեղծություններից, իսկ հետո տեսեք վեպեր, վիպակներ, նորավեպեր, եւ ստեղծել է բազմաժանր գրականություն, ստեղծել է հասարակ խավի, ստորին խավի մարդկանց մի ամբողջ պատկերասրահ, որոնցից ամեն մեկը սոցիալական մի խավ է ներկայացնում, որոնցից ամեն մեկը ողբերգություն է մի ամբողջ ժամանակաշրջանի։
Այն ժամանակաշրջանի, որտեղ հետամնացության ճիրաններում խարխափում էր մարդը, խարխափում էր իր տգիտությամբ, խարխափում էր իր թշվառությամբ։ Ես չեմ ուզում հիմա մեկ-մեկ նշել Նարդոսի հերոսներին, բայց դրանցից ամեն մեկը նորից եմ ասում մի անմոռանալի անուն է մեր գրականության պատմության մեջ։ Ինչ բերեց այն նյութը, ինչ բերեց, որ Նարդոսն առանձնացավ եւ գրականության պատմության մեջ քանի տասնամյակ եւ ընդհանրապես էլ կպահպանի իր տեղն ու տեղը։ Նարդոսը բերեց արհեստավորության կյանքը, մտավորականության կյանքը։ Նարդոսը տեսավ արհեստավորության աշխարհը, տեսավ ընկած բարքերը։ Նարդոսը այն գրողն է, ով պատկերել է մի բան, որ որևէ ուրիշ գրողի մոտ չեք գտնի։ Մայրը իր ձեռքով սպանում է իր երեխային։ Մայրը իր ձեռքով սպանում է իր երեխային։ Ադամամութին պատմվածքում Շուշանը նորածին երեխային խեղդում է։ Քեզ ոնց պահեմ։ Դժվարության մեջ ապրուստի հնարավորություն չկա։ Նույնը Սառան սպանեց իր երեխային Թուսյանից ծնվելիք, չէ՞։ Սպանեց իր երեխային։ Սառան ակամա դարձավ հանցագործ։ Այս հոգեվիճակները, երբ մարդը իջնում է մարդասպանության աստիճանի, իրենից ծնվածին, սա Նարդոսը չհորինեց, սա կյանքի իրականությունն էր, այն տաժան իրականությունը, որի մեջ նա ապրում էր, ներկայացրեց այս թշվառ կյանքը մարդկանց շերտերը։ Նարդոսի առաջին աչքի ընկնող ռեալիստական գործերից մեկը Աննա Սարոյան վիպակն է։ Աննայի ընտանիքը հոր սնանկանալուց ու մահից հետո չկարողանալով դիմադրել կյանքի փորձություններին, ի վերջո կործանվում է։ Վեպի հերոսուհին Աննան ներկայացնում է հասարակական մի ամբողջ դասակարգի ողբերգությունը։ Աննա Սարոյան ընտանիքի փոփոխություն, տեղի դիրքի եւ այլն սնանկություն եւ հանկարծ Աննա, որ նամակներով կապված էր ընկերու հետ ռիփսիմեին նամակներ էր գրում, բացատրում էր ընտանեկան վիճակը, եղբայրը, ընտանիքը, դժվարությունը եւ դեպի անկում գնացող մարդու տեսակը, թույն ընդունել մահ հրաժեշտ կյանքին։ Կյանքի պայքարը դաժան բան է, հեշտ չէ եւ ամեն մարդ չէ, որ կարող է կյանքին դեմ պայքարել։ Կյանքի պայքարի ձևերից մեկն էլ մարդը գտնում է ինքնասպանությամբ, իրեն վերջ տալով։ Ահա Նարդոսը տեսավ նաեւ այս մարդկանց։ Այս հոգեբանությունը բերեց գրականության մեջ։ Նարդոսի գլխավոր եւ հանրաճանաչ գործերից է «Մեր թաղը» նովելաշարը, որի ամեն մի պատմվածքը մարդկային մի դրամա է։ Այն միջավայրում, որտեղ զարգանում են իրադարձությունները, տիրում են մռայլությունն ու խեղճությունը, տառապանքն ու նվաստացումները։ Այս տառապանքի պատճառներն են ըստ գրողի կերպարների սնահավատությունը, դաժանությունն ու բռնությունը, սահման չճանաչող հարբեցողությունը։ Նարդոսը պատկերում է երեխաների, որոնք չունեն մանկություն, կանանց, որոնց բաժին է ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը եւ հոգնատանջ տղամարդկանց, որոնց կյանքի իմաստը միայն գին ու գավի մեջ է պարփակվում։ Պատմվածաշարը ընթերցելիս հասկանում ես, որ այդ թաղում ապրողներին պակասում է սերը, հարազատի, շրջապատի ու սեփական անձի նկատմամբ, եւ որ այս արատները չեն սահմանափակվում մի թաղով։ Այդ փոքր միջավայրը ներկայացնում է մի ամբողջ երկիր ու հասարակություն։ Նարդոսի «Մեր թաղը» նովելների շարքը ասես հատում է ռեալիզմի սահմանները ու մուտք գործում այդ ժամանակների համար դեռևս անծանոթ նատուրալիզմի սահմաններ։ Դպրոցում առաջ անցնում էին «Մեր թաղը» պատմվածաշարը։ Հիմա ծրագիրը փոխվել է, անցնում են Ես եւ Նան, դարձյալ մի լավ գործ է, բայց «Մեր թաղը» պատմվածաշարի մեջ այնտեղ նովելներ էլ կան, իդեպ նորավեպեր էլ կան, պատմված նորավեպ, այս աշխարհը շատ լավ է երևում, այդ սնոտիապաշտությունը, ընկած բարքերը, հարբեցողությունը, թշվառությունը, անընդհատ թշվառությունը, մեկը երեխային սպանեց, մյուսը մորը սև փողերի տոկոսը, տեսեք ինչ վերնագիր է դրել, մորը կոպեկներ էր տալիս իր խաղերից, երբ շահում էր, գումար էր ունենում։ Եվ այդ սև փողերի տոկոսը լինում է այն, որ մի օր էլ գողանում է մոր մի քանի հավը, որի հույսիներ է խեղճկինը։ Այս թշվառության մեջ ամենայն դեպս Նարդոսը չկորցրեց մարդկային կերպարներ կերտելու արվեստն ու հմտությունը։
Նույն այս թշվառության մեջ սակայն տեսամ նաև անկումային հոգեբանության տեր մարդկանց։ Մարդիկ, որոնց կյանքը տանում է դեպի անկում։ Այ կերտես Լևոն Շահյանի կերպարը, չէ։ Լևոն Շահյանը իրեն տեսնում է որպես Տորիչելյան մի դատարկություն։ Մի զրո համաշխարհային այս կյանքի մեջ, մեծ կյանքի մեջ, իրեն վիճակված կյանքի փոքր շրջանակի մեջ, սիրո փոքր, այսպես հարաբերությունների մեջ եւ այլն։ Դառնում է մի թշվառ, մի ոչնչություն եւ Տորիչելյան մի դատարկություն։ Նարդոսի կերպարները կյանքի կերպարներ են, իրական կերպարներ են։ Եվ Նարդոսի որպես գրող, այս կայունությունը հաստատուն տեղը եւ դպրոցական ծրագրերում եւ բուհական ծրագրերում եւ ընդհանրապես մեր գրականության պատմության մեջ պայմանավորված է նաեւ դրանով։ Նարդոսը իր ստեղծագործության հերոսները ընտրել այն մարդկանց, որոնք կյանքից հետ են ընկած, հատակին են գտնվում։ Հավլաբարի թաղամասն է, մեր թաղը, այստեղ արհեստավորած խավն է ապրում, իսկ արհեստավորած խավը միայն այսպես նյութականի, ոչ միայն նյութականի, այս խավի մեջ այսօր էլ կան ազնիվ շատ գծեր, բայց այս մարդիկ հետ են կյանքից, եւ Նարդոսը կարողացել է գրականության հերոս դարձնել այս մարդկանց, ստեղծել այդպիսի հերոսների մի ամբողջ պատկերասրահ, որոնք այսօր էլ կրկնում եմ այժմիական են, հուշում են մեզ ինչ անել, ինչպես օգնել այդ մարդկանց։ Եթե մենք այսօր կարդում ենք Նարդոսին, մենք մտածում ենք նաև ինչ որ տեղամիջոց գտնել, եթե այսօր կան մեր շրջապատում, բայց կան այդպիսի մարդիկ, որոնց կարողանանք մենք օգնել, հանել նրանց այսպես դժվարին կացությունից, դժվարին իրավիճակից։ 1891-ից սկսվում է Նարդոսի ստեղծագործական կյանքի նոր փուլը, որտեղ նա ներկայանում է որպես հոգեբանական վերլուծությունների վարպետ։ Արդեն կարևորվում է մարդու ու մարդկայինի խնդիրը, բարոյական ու սոցիալական տեսանկյունից։ Իր ամենահայտնի սպանված աղավնի վիպակում գրողը ներկայացնում է հասարակական ու բարոյական դաժան օրենքների մեջ խճճված հայ կնոջը։ Սառան, ի տարբերություն Նարդոսի մյուս հերոսուհիների, չի համակերպվում եւ բողոքի ձայն է բարձրացնում։ Ու թեև այս հերոսուհին պահպանում է իր մարդկային արժանապատվությունն ու կանացի հպարտությունը, միևնույն է, նա էլ է դատապարտված կործանման։ Ինչ ծանր բան է, երբ առանց կյանքը ճանաչելու կյանքի զոհ ես գնում։ Ինչ կատարեց։ Սառան սիրում էր Թուսյանին, սիրում էին։ Այդ սիրուց ծնվեց երեխա։ Կյանքը միշտ չէ որ ընտանիք է կազմում այդ սիրուց, միշտ չէ որ խոստումները դառնում են իրականություն։ Եվ ահա մտավ չարությունը, մտավ ողը, մտավ վրեժը, եւ Նարդոսը ցույց է տալիս, թե ինչպես կինը, որ կյանքի ծաղիկն էր, նոր, գեղեցիկ, այսպես կյանքին ժպիտով նայող, աստիճանաբար դարձավ չար, աստիճանաբար դարձավ վրիժառու, եւ երեխայի մահը, ծնվելիք երեխայի մահը Թուսյանից էր ծնվել, բայց ծնվել էր սիրուց, նաեւ իր սիրուց, իրենից էր ծնվել, չէ։ Եվ հակառակը եւ կերպարի խորացումն ու շարունակությունը, այնտեղ Գարեգին Սիսակյան կա, որի հետ ամուսնանում է։ Այդ ամուսնությունն էլ հաշվի նկատեր, ավազի վրա մի ատրճանակ է նկարում եւ օգտագործել կարող ես։ Այսինքն այս գլխից արդեն իսկ որոշել էր, որ Գարեգինը պետք է Թուսյանին սպանի։ Այս Գարեգինն էլ այնպես թույլ անգամ մի անձնավորություն էր, խեղճ ու գրակի մեկը, որ ընդամենը հասցնում էր մի հատ դռան գտալու փախչել, սա էր նրա հանդգնության չափը։ Եվ այս ընթացքում զոհ է գնում Սառան։ Հրաշալի մի կերպար վաղ շրջանում, նուրբ, քնքուշ, բայց գնաց կյանքի պայքարին, կյանքի դաժան խավին չդիմանալով զոհ գնաց։ Այն դեպքում, երբ կարող էր եւ ապրել, եւ ապրեցնել իր երեխային։ Եվ կյանքը ուրիշ ձևով կժպտան նրան, ուրիշ ճանապարհ կբացեր։ Նարդոսի ամենահաջող գործերից է Պայքար վեպը, որտեղ գրողը անդրադարձել է սոցիալական խնդիրներին, պատկերել կյանքի փոքր եւ մեծ դրամաները, մարդու օրասական պայքարն ու նրա հոգու անտեսանելի ցալքերը։ Այս վեպում հեղինակը ներկայանում է բոլորովին նոր գրելավոճով։ Այստեղ միահուսված են հոգեբանական եւ երգիծական սկզբունքները, արկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատությունը։ Մեկ ուրիշ մահ վեպում լավագույնս արտացոլված է ժամանակի հայ մտավորականության կերպարը։
Այստեղ հակառակ բևեռներում են հայրենիքին նվիրվելու ձգտումը եւ եսամոլությունն ու շահամոլությունը։ Այս վեպն իրապես հայ քննադատական ռեալիզմի ամենահաջող երգերից է։ Վեպերի վերնագրերը պատահական չեն, պայքար, մահը, չէ, պայքար։ Պայքար այնտեղ կուսակցությունների պայքար են, գաղափարական պայքար կա, բայց նաև կա կյանքի պայքարը, կյանքում իր տեղը գտնելու, անհատը իր տեղը գտնելու պայքարը կա։ Այս հոգեբանության մեջ, այս տեսադաշտում Նարդոսը դարձյալ շատ նուրբ է, նուրբ, հմուտ, խոր։ Այ Սուրեն Բազենյանի կերպարը, չէ, Թուսյանի մի տարբերակն էլ սա է։ Սա էլ այսպես կյանքում իրեն դրսևորել գիտի, իրեն ցույց տալ գիտի։ Նարդոսը այս կարգի կերպարներին հանդեպ ուներ իր վերաբերմունքը, այնպես ինչպես Հրանտ Մաթեոսյանը ուներ աշխատող չարքաշ Բեռնաձին, Ալխոն եւ այն նարնջագույն հովատակը, որոնց հանդեպ այդ կարկեսում յուղած, օծած ձիերին, չէ, հանդեպ ուրիշ էր վերաբերմունքը։ Նարդոսն էլ այս կերպարներին, այսպիսի կերպարներ է ստեղծում։ Այնտեղ էլ մի երգիչ կա, չէ, Ջափինով, Ջափինյան, հազար մի ազգանուն կարող է փոխել միայն նա ջրերեսին։ Ահա այստեղ է Սուրեն Բազյանի կերպարն է, որը կյանքի խաղը դարձնում է կենսագրություն։ Երբեք Արևմտյան Հայաստանի երես չի տեսել։ Ձեռքը վնասել է, բայց այնպես է ներկայացնում, որ ազգային հերոս է։ Երվանդոտյանը սրանց այսպիսիներին բնորոշեց որպես հեղափոխության մակաբույծներ։ Մակաբույծ բառը, եթե մերոնք չհասկանան, то իմանան էտեն է, որ իրենք ասում են, то պարազիտ, այդ պարազիտն է մակաբույծը։ Այ հեղափոխության հաշվին սնվողներ։ Մեր ժամանակում էլ եղան այդպիսիները, որ Ղարաբաղի երես չեն տեսել, Ղարաբաղում, այսպես ասած, գործունեություն ծավալածի համբավ էին ուզում ձեռք բերել։ Սրանք հավիտենական, մշտական հոգեբանական վիճակներ են, որոնց մեջ մարդիկ հայտնվում են, տարբեր սերունդներ, տարբեր բաներ։ Ահա Բազենյանի կերպարը ստեղծեց։ Նարդոսի կյանքը հեշտ չի ընթացել։ Նա երկար տարիներ հոգնեցնող ու միօրինակ աշխատանք է կատարել թերթերի խմբագրություններում։ Ստեղծագործելու հնարավորություն է ունեցել միայն գիշերները, արդեն հոգնած ու ուժասպառ։ Սակայն բացառիկ տաղանդն ու բոլորանվեր սերը գրականության նկատմամբ նեցուկ են եղել նրան, որ մեր գեղարվեստական մշակույթը հարստացնի պատկառելի վաստակով ու մնայուն արժեքներով։ Նա նոր իրականության մեջ թեև ապրեց, արդեն նկատի ունեմ խորհրդային շրջան, բայց այլևս չխառնվեց գրական կյանքին։ Ընդհանրապես նախկինում էլ գրական կյանքի բուռն մասնակցություն չի ունեցել, հոդվածներով, այսպես ելույթներով, հանգանակներով, կռվով եւ այլն, համեստ, պարկեշտ, լուր, խոհուն մի ներկայություն է եղել եւ այդ հայացքն է դարձրեց գրականություն, մտավորականի այդ տեսակը, մտավորականի այդ հայացքը։ Այս առումով Նարդոսը այն գրողն է նաեւ, որ շատ բնաբուխ հայեցի գրող է։ Թիֆլիսում ինչ տեսավ քաղաքային կյանք կերպարներ մարդիկ, դա էլ պատկերեց։ Երբեք օտար վեպերի հերոսներին չնմանակեց, չարտագրեց, հայ կյանքը չփորձեց այսպես ուրիշ տեսանկյունով պատկերել, որ արդեն ուրիշները նկատելու պատկերել էին։ Այս տեսակետից ևս Նարդոսը այսպես իր ինքնատիպություն ունեցող գրող է։ Նարդոսի ստեղծագործությանը բնորոշ է ժամանակի խորը ընկալումը, գեղարվեստական վարպետությունը։ Իր գործերում նա հավատարիմ է ճշմարիտ կյանքին, իր ժողովրդի կյանքին։ Նրա մասին, որպես մարդու եւ գրողի հիշատակելիս հաճախակի է կիրառվում պարզ բառը։ Այս առիթով Ստեփան Զորյանը գրել է. «Ասի, որ համեստ էր, բայց դա սովորական համեստություն չէր, այլ տարօրինակ մի երևույթ։ Ամաչում էր անգամ նոր զգեստ ու նոր կոշիկ հագնել անմիջապես։ Նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ հագնեն միառժամանակ, մինչև որ կանցներ նրանց փայլն ու ճռճռոցը։ Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պորոտ ու ճռճռան բաներ։ Սիրում էր պարզին վսեմությունը։ Երբ իր գրվածքները գովում էին մոտը, կարմրում էր, ամաչում ու խոսք չէր գտնում ասելու։ Համեստ էր այն աստիճան, որ չէր ուզում հավատալ, թե այդ մարդը թիֆլիսեցի է, սրախոս լոթիների ու կենսուրախ մոքալակների հայրենակիցը։ Բավական միջահասակ, ինչպես պատմում է մայրս Մանիկ Դանիելյանը, հայոց լեզվի եւ գրականության նախկին մանկավարժ,
միջահասակ, բավականին համակրելի, բարեհամբույր արտաքինով մարդ էր։ Թաղում այդ Աբվոդնի փողոցում շատ սիրված անձնավորություն, երբ մենք երեխաներով, պատմում է մայրս, խաղում էինք փողոցում, երեկոյան ժամերին Ցիցիանովսկի բարձունք վերելք, Ցիցիանովսկի պադիոմ, այդպես են ասում Թբիլիսիում, այդտեղից ասում է ոտքով բարձրանում էր ձեռքին միշտ թերթեր եւ գրքեր ու բոլորս ասում են տեսակ լրջանում էինք եւ ուրախանում եւ լրջանում որ գալիս է Նարդոսն եկավ իսկ ինքը մոտենում էր մեզ ամեն մեկիս ասում այսպես ձեռքով շոյում ես ասում եմ մայրս մեծ երանությամբ եմ այդ օրերը հիշում հպարտությամբ որ միշտ ասում եմ Նարդոսը եղել է մեր հարևանը ապրում էին հիշում եմ ասում է նա շքամուտքով երկհարկանի տուներ ինքը միշտ շքամուտքից էր բարձրանում վերև Նարդոսի գրական վաստակը արժանիորեն գնահատվել է խորհրդային իշխանության տարիներին 1931 թվականին երբ նշվում էր նրա գրական գործունեության 45-ամյակը Նարդոսին շնորհվում է ժողովրդական գրողի պատվավոր կոչում 1931 թվականին նշվում է Նարդոսի գրական գործունեության 40-ամյակը Թբիլիսի Շոթարուստավելու անվան մայր թատրոնում Հովհաննես Դավթյանը պատմում էր, որ ես երևի նման մեծ միջոցառում, նման շուկով միջոցառում չեմ տեսել։ Երբ Նարդոսը բարձրացավ բեմ, պատմում էր Հովհաննես Դավթյանը, ծափահարությունները դահլիճում չէին դադարում, բոլորը ոտքի էին կանգնել, իսկ ներկա էին կարկառուն ներկայացուցիչներ վրաց մշակույթի, շատ էին սիրում Նարդոսին, իր գրչի համար, իր գրի համար, իր խոսքի համար, իր ազնիվ համեստ բնավորության համար։ Երկու տարի անց 1933 թվականին Նարդոսը վախճանվում է իր ծննդավայր Թիֆլիսում։ Գրողի աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը, որտեղ հանգչում են նաև ուրիշ հայ երևելիների շիրիմները։ Մեծանունները մահվանից հետո էլ գնահատվում են ու արժևորվում, արդեն իրենց ստեղծագործությամբ մերձենալով հավերժին։ Հայ ընթերցողը այսօր էլ շարունակում է ընթերցել իր սիրելի գործերը։ Ես եւ նա պատմվածքը, մեր թաղը շարքի հիանալի նովելները, սպանված աղավնի վիպակը, որը նաեւ էկրանավորվել է։ Թեև հայ գրականագիտական միտքը Նարդոսին իր գործերի որոշակի ծրագրայինության պատճառով փոքրինչ վերապահությամբ է դասում հայ դասականների շարքը։ Այնուհանդերձ նրա մասին ընթերցողի կարծիքը շատ ավելի բարձր է։ Նարդոսը թեև իրապաշտ գրող էր, այնուհանդերձ վստահ էր, որ գրականության խնդիրը սոսկյանքը ցույց տալը չէ, այլ նաև իր իսկ բառերով ասած, այն ինչ որ չկա ու ինչ որ ցանկալի է որ լինի։ Նարդոսը ինքը որպես գրող իր բոլոր երկերում կա նրա գրողի հոգեբանական վիճակը։ Այն առումով, որ երբեք որպես մարդ իր կյանքում ձև չարեց, ձև չընդունեց, որևէ այսպես կեղծ բանի մեջ չմտավ եւ այդ մաքրությունն էլ մինչեւ վերջ պահպանեց իր գրականության մեջ։ Նրա հերոսները այն են ինչ տեսել է, ինչ արձանագրել է աչքը, բուն իրականությունից վերցրած։ Երբեմն մի քիչ այսպես խորացրել է հատկանիշները, որ ավելի ցայտուն Երևան, թե չէ մնացած ամեն ինչով նա իր իրականությունը ճիշտ արտացոլող գրող էր։ Նարդոսը մեծ հոգեբան է։ Նրա ստեղծագործությունների մեջ այս հոգեբանական կողմը հատկապես է ալեզանում։ Կարողանում է թափանցել Նարդոսը մարդկային հոգու ամենախորին ցալքերը եւ այս ամենանրբին դիտարկումներով իր վարպետ գրչով հիացնել ընթերցողին։ Ես կասեի, որ Նարդոսը Չեխովյան Դոստոևսկիական դպրոցի արժանավոր շարունակողներից է մեր գրականության մեջ։ Շատ եմ ուզում, որ Նարդոսը ներկայանա ամբողջ աշխարհին։ Սա է պատճառը, որ սիրուց ես ամեն տարի
իմ կամուրջ գրական մշակութային կազմակերպությամբ, ուրեմն որը հիմնադրել եմ 7 տարի առաջ, մարտի 1-ին Նարդոսի ծննդյան օրը մենք ծաղկե փնջերով, խոսքով, իր ստեղծագործություններից հատվածների արտասանությամբ գնում ենք խոջիվանք եւ մեր հարգանքի դուրքը մատուցում Նարդոսի Միքայել Հովհաննիսյանի անմեր հիշատակին, պահենք, պահպանենք Նարդոսի անունը, թույլ չտանք ոչ մի ավելորդ, սխալ կամահրական կարծիքի Նարդոսի մեծ ստեղծագործության, Նարդոսի մեծ անվանի հետ կապված։ Նարդոսը գնահատված էր թե իր ժամանակի, թե հետագայի մեծանուն գրչեղբայրների կողմից։ Նրա գրականությանը տրված գնահատումներից ամենադիպուկը թերևս Ավետիք Իսահակյանի բնորոշումն է։ Նա ուշադիր հետազոտում էր, մանրազնին դիտում իրականության լույսի տակ մարդկային ալեկոծվող, ծովածավալ կյանքը, կրքերի բախում, շահերի կռիվ, վիշտ, գեղեցում, տանջանքներ, հաղթողներ եւ պարտվածներ, հասարակական թոհուբոհը։ Նարդոսը մեր իրապաշտ վեպի մեծ, գիտակից վարպետներից մեկն էր։ Ավետիք Իսահակյան։